Իրանի սքավորներին, որտեղ նրանք պետք է մխիթարվեն, այսպես է ասում մեր Տեր Հիսուս Քրիստոս։ Մխիթարիչը Սուրբ Հոգին է։ Դրա մասին է մեր Տերն ասում, թե լավ է, որ ես գնամ եւ մխիթարիչը ձեր մոտ գա եւ նա ձեզ ամեն ինչ կուսուցանի, որտեղ ձեր մեջ պետք է բնակվի եւ ձեր մեջ ձեզ հետ պետք է լինի։ Իսկ ովքեր են սքավորները, տարբեր տեսակի սուգ կա։ Կա ունեցվածքի կորստի սուգ, կա մարդկային կորստի սուգ, կա սուգ, որ մեղքերի քավության թողության համար, կա որ մեր զավակների, մեր բարեկամ հարազատների իրենց նեղ ու դժվար վիճակից դուրս գալու աղոթքն է, սուգն է։ Եվ ինչ սուգ էլ որ ուզում է լինի, մենք Սուրբ Հոգով պետք է դուրս գանք։ Բայց լավ կլինի, որ մեր սուգն էլ իմաստավորված լինի։ Պետք չէ սքալունացվածքի կորուստի համար, ասում է Հոբ երանելին։ Աստված տվեց, Աստված դարա, օրհնյալ լինի Տիրոջ կարգը։ Անգամ երկար պետք չէ սքալ ննջեցյալի վրա, ինչպես Սուրբ Գիրքն է ասում, երկար մի սքացեք ձեր ննջեցյալի վրա, մխիթարվեք Սուրբ Հոգով, հանձնեք Տիրոջ։ Մեղքերի համար պետք է սքալ, արտասվել, լացել եւ կրկին մխիթարվել։ Ինչու՞, որովհետեւ Աստված մեր մեղքերը ներում է եւ այս մխիթարությունը Սուրբ Հոգու մեզ տալիս է մեր Տերը Հիսուս Քրիստոս։ Ուրեմն տեսեք Պողոս Արաքյալն ասում է, ես ուրախ եմ, որ դուք տխրեցիք, սքացիք, բայց ուրախ չեմ, որ տխրացիք, սքացիք, այլ ուրախ եմ, որ ըստ Աստծո տխրեցիք։ Ուրեմն կա ըստ Աստծո տխրություն եւ կա ըստ աշխարհի տխրություն։ Ասում է ըստ Աստծո տխրությունը ուրախություն է բերում, ըստ աշխարհի տխրությունը մահ է բերում։ Երբ որ մարդը չափից ավել սքում է ննջեցյալի վրա, մարդկային կորստի կամ ունեցվածքի կորստի վրա եւ չի մխիթարվում Սուրբ Հոգով, այդ տխրությունը տանում է հոգեվոր մահվան, ինչպես որդեկորույս մայրերը կամ ծնողներին կորցված զավակները չափից ավել երբ որ սքում են ու չեն մխիթարվում Սուրբ Հոգով, չեն մխիթարվում, մարդիկ գնում են դեպի հուսահատություն, որտեղ մարդու հոգին, մարդու սիրտը շատ նուրբ է եւ երկար չի կարողանում տխրությունը տանել, չի կարողանում դիմանալ տխրությանը։ Դրա համար անմիջապես Սուրբ Հոգին մխիթարում է մեզ։ Մենք արագ պետք է դուրս գանք տխրությունից։ Պետք է տխրության մեջ էլ գերիշխի մխիթարությունը, որտեղ Երանի սաքավորներին, որտեղ նրանք պետք է մխիթարվեն, իսկ սուգի մեջ ինչ երանություն։ Սուգի մեջ երանությունը մխիթարությունն է, ոչ թե սուգն է մխիթարում երանությունը։ Դրա համար է մեկն ասում, Երանի սաքավորներին, որտեղ նրանք պետք է մխիթարվեն, մխիթարությունը պետք է գերիշխի սուգի մեջ։ Եվ սուգի միջոցով մխիթարությունը պետք է գա։ Աշխարհը այնպես է ստեղծված, որ առանց սուգի չկա։ Ադամի դրախտից վտարվելուց հետո մարդու համար վճիռ կայացվեց։ Տղամարդու համար երեսի քրտինքով հաց ուտես, կնոջ համար երկունքի ցավերով զավակ ունենաս։ Դե երեսի քրտինքով հաց ուտելը, եթե երկունքի ցավով զավակ ունենալա սուգ է, տխրություն է։ Բայց Տիրոջ այս սուգի տխրության մեջ մխիթարություն կա, որտեղ Աստված այդ վճիռը կայացնել։ Երեսի քրտինքով հաց ուտելը եւ երկունքի ցավով երեխա ունենալու վճիռը Աստված է կայացրել եւ ինքն էլ մեզ մխիթարում է։ Նեղությունից դուրս է բերում Աստված փորձություն է թույլ տալիս, ոչ թե չի ժպոտում, բայց նաեւ փորձությունից դուրս գալու երգն է ցույց տալիս։ Աստված սուգ է տալիս, բայց սուգը մխիթարում է Սուրբ Հոգով։ Ուրեմն մենք ավելի շատ ոչ թե սուգի վրա պետք է սևեռվենք, այլ պետք է Սուրբ Հոգու մխիթարությամբ մխիթարվենք։ Մենք պետք է տեսնենք, որ այդ ամեն նեղության դժվարությունների մեջ Աստված մեզ հետ է, երբեք մեզ չի լքել, մեզ պահպանում է։ Ուրեմն մեր սուգը երանելի կլինի, եթե Սուրբ Հոգու մխիթարությունը ավելին լինի, քան մեր սուգը։ Թող Սուրբ Հոգին մեզ մխիթարիչ լինի մեր սուգի տրտմության մեջ։ Ամեն։